Սպասիր զանգ, դեռ մի ղողանջիր։ Ես կամենում եմ հուշերից տվել, ուզում եմ նորից աշակերտ լինել, անցյալից եկող արձագանք լսել, ու տարիներն անդարձ նորովի ապրել։ Կանգ առ, ժամանակ, դու միշտ ապիր, ինձ անրջելու թևեր դուր գրկիտ, մտովի նորից մանուկ դառնալու, բարեհաճությանն ինձ արժանացրու։ Մի պահ համբերիր, ժամանակների անողոք սլակ, տարիների ջերմ վաստակը ինձ դուր, անցյալի թողած ջերմությունը դուր, որ կարողանամ միշտ ապրել շիտակ, տուր մեզ օրհնություն, որ քայլենք հստակ։ Այսօր ասում է զանգ, վերջին անգամ, եյունուն ժամանակ հրաժեշտիցը, հիշողություն, մեր առաջին դասից, ընկերությունից, հաղթանակներից, միջև անգամ նախողումներից։ Ամեն վարկյան սիրով տրտում, ասում ենք մենք մնաք բարով, բոլոր մարդկանց կրթօջախին, ասում ենք մենք մնաք բարով։ Մնաք բարով ասում ենք մենք տնօրենին մեր սիրելին, անվերադարձ մեր հուշերին ասում ենք մենք մնաք բարով, գնում ենք մենք ուրիշ աշխարհ, բայց մեզ հիշեք, շատ չտխրեք, մի օր կգանք բարով մնաք։ Եվ մենք ուզում ենք նորից հավատալ, որ չի կործանվի ոչինչ հենց այնպես, ու հրաժեշտը, որ մենք պիտի տանք, վերադարձին է ճանաչումն ամեզ։ Եվ ուզում ենք միշտ կրկին հավատալ, որ այս աշխարհում ոչինչ չի կորչում, որ չարին միշտ էլ բարին է հաղթում, ու խաղաղ ուղին մեզ համար հարթում։ Մոլորակը դանդաղ պտտվում է, տիեզերքը խռով բողոքում է, հայացք դեպի երկինք, այնտեղ աչքեր կանջիր, մեկ տարյա պատմությունը ճնճում է, սրտերում ցավը մեծ խորացնում է, երբեք չենք մոռանա, թե աշխարհներ ուրանա, ապագան է լուսավոր, դեռ սպասում է, անցյալում
Իսկ այժմ բեմը տրամադրում ենք Գևորգ Էմինի համար 182 ավագ դպրոցի մեր շատ սիրելի տնօրեն Տիկին Ալավերդյանին։ Ասեք, որ իրենք իրոք հրաշք են։ Գարնանային օրն այս հավերժական լույսեր ունի և այնքան շատ հույսեր ունի։ Գարնանային օրն այս չասված բառեր ունի և մեզ պատմելու հեքիաթ ունի։ Գարնանային օրն այս հրաժեշտի խոսքեր ունի։ Գարնանային օրն այս բաժանումի մորմոք ունի։ Հնչեց Գևորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի 15-րդ սերնդի թվով 135 շրջանավարտների դպրոցական վերջին զանգը, ազդարարելով մի գեղեցիկ պատմության ավարտը և ավետելով վառ ու լուսավոր ապագայի սկիզբը։ Ավարտվեց ևս մի զարմանահրաշ պատմություն և դպրոցի կենսագրությունը հավելվեց ևս մեկ հիշարժան էջով։ ԵՒս մեկ ուսումնական տարի հատեց եզրագիծը հայաստանյան դպրոցների հազարավոր շրջանավարտների դեպի մեծ կյանք ճանապարհելու, երբեմն հանդիսավոր, երբեմն սովորական, սակայն միշտ հիշարժան արարողությամբ։ Հարգարժան հյուրեր, հոգեշնորհ հայր Սուրբ, թանկագին շրջանավարտ սաներ, ծնողական համայնք, մի խոսքով սիրելի էմինականներ։ Այսօրը հիշարժան է մի սերնդի համար, ով այսօր մտնելու է մեծ կյանք, որն իրենք են կերտելու են նոր ու նորովի։ Մի սերնդի, ում կողքին յուրաքանչյուր օր տեսել ենք, ապրել ենք, հաղթահարելին անհաղթահարելի, տեսածը անտեսանելի և ժպտացել ենք, նույնիսկ եթե անգամ մեր հոգիներում անձրև էր։ Վերջին զանգը մեծ խորհուրդ ունի, այն իր մեջ պարունակում է գեղեցիկ հույսեր, սպասումներ, հիշողություններ, սքանչելի պատանեկություն և երիտասարդության նախաշեմ։ Սիրելի շրջանավարտներ, դպրոցը անմոռաց հուշ է մնալու, ինչքան էլ ժամանակը տագնապներով պղտորվի, համաշխարհային քաոս, մարտահրավերներ, անձնական դժվարություններ լինեն ձեր կյանքում, միևնույն է, ձեր կյանքի բոլոր ճանապարհներին այն մնալու է ձեր հոգին լուսավորող, զորացնող և ջերմացնող լույս։ Այսօրը ձեզ համար գլխավոր խորհուրդ ունի, այն ոչ միայն ձեր դպրոցական տարիների ավարտն է մատնանշում, այլև ձեր կյանքի կարևորագույն փուլի մեկնարկը, ձեր նոր ճանապարհի մեկնարկը շուտով տրվելու է։ Դուք 12 երկար ու ձիգ տարիներ ճանապարհին եք եղել, իսկ այսօր ավարտական այս վերջի դասը նման է խաչմերուկի,
հանդիպման կետը, որտեղից սկսելու է ձեր նոր հետ հաշվարկը, չափահաս, անկախ կյանքի կիլոմետր օրերի հաշվարկը։ Թող այս ավարտական վերջին դասը լինի ձեր մեկնարկային կետը, գեղեցիկ երիտասարդության միջով ճանապարհորդելու համար։ Դուք այսօր կանգնած եք այստեղ, ձեր հետևում անհոգ մանկության, խենթ ու խելառ պատանեկության գունեղ օրերն են, իսկ առջևում տարածություն է, վառ պահեք արևը ձեր հոգում և գնացեք ձեր գեղեցիկ երազների ետևից։ Ինչ ճանապարհ էլ որ դուք ընտրեք, համոզված եղեք, որ դուք արդեն իսկ Գևորգ Կեմինի անվան համար 182 ավագ դպրոցի մեծ ընտանիքի անդամն եք։ Ապագան ձերն է, համոզված եղեք, որովհետև այն դուք եք կերտելու։ Ես ուզում եմ հավատալ ձեզ և ձեր ապագային։ Ցանկացած պարագայում այդ ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը, գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ ճանաչել անցյալը, ըմբռնել ներկան և կանխատեսել ապագան։ Ձեր դասը այսօր չի ավարտվում, այն շարունակվելու է ամենալուրջ և ամենաբարդ առարկայից, որը կոչվում է կյանք։ Կյանք, որի գեղեցկությունը բարդ խնդիրների լուծման մեջ է։ Թող ձեր գալիք տարիները լինեն միայն վերելքներ հաղթահարելու աստիճաններ։ Թող այսուհետ ձեր կյանքում հնչող բոլոր զանգերը ղողանջեն միայն բարու և գեղեցիկի մասին։ Որպես մտքերիս եզրահանգում ուզում եմ ձեզ մաղթել, կամք առաջ ընթանալու, գիտելիքներ պաշտպանված լինելու, սեր իմաստավորված ապրելու և իհարկե քաջ առողջություն այս ամենը վայելելու համար։